Շատ լավ, պարոն Մկրտչյան, իմ հարցերը սպառվեցին, շնորհակալ եմ շտայի զրույցի համար։ Կորուն ջան, նորից բարի տարեդարձ մաղթենք, ցավը տանեմ, Ռուբեն Վարդանյանին, ես որ դա ծնունն է, ես այդ մարդուն շատ եմ հարգում, ինքը իրոք մեծն հայ է, ազատություն եմ մաղթում իրան մեր բոլոր ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ այսօր Բաքվի բանտում են։ Ռուբեն Վարդանյանին ես շատ եմ նմանացնում մեր Մոնթեին, Երջանկայի շատակ Մոնթեին, որ Մոնթեն էլ Օքսֆորդն ավարտել գերազանցով, մի 5-6 լեզու գիտեր, շատ պատրաստված զարգացած տղա էր, որ ինքը ուզենար հիմա ինքն էր մի հատ աշխարհարչակ հարուստ մարդ կլներ, բիզնեսմեն կամ չգիտեմ ինչ, ցանկացած մասնագիտություն, որը որ ավարտել է, չգիտեմ էլ ինչ մասնագիտ է, բայց ինքը Մոնթեն այդ ամեն ինչը թողեց, եկավ մտավ խրամատ հանուն հայրենիքի, ու այդ նույն բանն էլ արեց Ռուբեն Վարդանյանը, միլիարդատեր մարդ, աշխարհահռչակ տնտեսագետ, ինքը զարգացած տենց հզոր մարդ, ինքը այդ ամեն ինչը թողեց, եկավ մտավ խրամատ, Արցախի խրամատ, շրջափակման մեջ գտնվող Արցախ եկավ մտավ, ու հիմա էլ Բաքվի բանտում է։ Ես այդ մարդու կյանքին մեռնեմ, ազատություն եմ մաղթում ես Ռուբեն Վարդանյանին ու բարի տարեդարձ եմ մաղթում իրան, իր կյանքին մեռնեմ։ Ես էլ միանում եմ բարեմաղթանքներին միանշանակ